Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու հանրային գործիչ Էդգար Ղազարյանին, բարև ձեզ պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք։ Շատ լավ, ուժեղ։ Հետընտրական մեր առաջին հանդիպումն է, այս քանի օրը այսպես վայրի վերումների մեջ ենք, փայլուն կերպով իշխանությունը տապալում է թե սահմանադրությունը, թե օրենսդրական ակտերը, թե մեր սեփական քվեները, այսինքն այնպիսի տպավորություն ստացվեց, պարոն Ղազարյան, որ մենք գնացինք ընտրության, արդյունքում մերժեցինք իրեն, բայց ինքն ասեց, չէ, մերժեք, չմերժեք, ես պիտի մնամ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդպես է եղել, պարոն Ղազարյան։ Տենց է, եթե Հայաստանում լիներ ժողովրդավարական ընտրություն հավասար պայմաններով, բոլորի համար հավասար պայմաններով, ես դες վստահեցնում եմ, որ հենց Ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ հաստատ ունենալու էր մեծամասնություն։ Առավել քան վստահ եմ, որ դա հենց որ են մեր խոստումները նախընտրական շրջանում, հետո մենք վերջը հիմար չենք, մենք նաև զգում ենք, չի, հասարակական տրամադրություն, մենք արշավի ենք գնում, մենք մարդկանց հետ ենք հանդիպում, մենք գիտենք հասարակության մեջ ինչա կա։ Անես չէ, որ ասենք Նիկոլինը դրող չկա, իր ընտրողներին էլ ենք տենում, դրանց էլ ենք տես, օրինակ ասենք կնիկ այլ է, դու էլ ասում ես ու թուրքեր հետ ապրեմ, դու եղել է, սուտ չի էլ ասենք, ասում այո, մենք իրենց ասում ենք 300,000 ադրբեջանցի, թողան, սուտ չի, դա եղել է, ուզում ասեմ իրանց էլ ենք տեսել, մերոնց էլ ենք տեսել, հասարակության իրական տրամադրություններն էլ ենք տեսել։ Վերջո շատերը որ մեզ նաև վստահում էին, չէ, այն իմաստով որ ասում էին, որ Ուժեղ Հայաստան ընտրելով հնարավոր է իշխանափոխել։ Այդ մարդիկ էլ միամիջ չէին, չէ, իրանք էլ իրենց միջավայրում էին ապրում։ Իսկ չէին ասում Էդմոն Մարուկյանին ընտրենք իշխանափոխություն կլինի։ Իրանք զգում էին, որ դա անելու են Ուժեղ Հայաստան ընտրելու միջոցով։ Այդ հասարակական տրամադրությունները կար։ Բայց ինքը դե բարձ է, բռնապետություն է, գողացավ։ Մեր ժողովրդի քվեն, այդ էլ չեմ ասում իր համատարած ընտրակաշարքները, որ մարդկանց բաժանեցին այս թոշակի տեսքով, այս առողջապահական ապահով, այդ էլ ենք տեսնում, մարդը ասում է Նիկոլի մաշկերի օպերացիա փոխ, մարդը իր աշկերը 2 անգամ օպերացիա արել։ Բայց մազը ձերի է, չէ, ինչ կարի, ո՞ց ձերի է։ Գնացել երկրորդ անգամ էլ դա ինչ է էլ որ անում։ Ոչ իրան մերժում են, ոչ բան են անում։ Ասում է Նիկոլի մաշկի պիտի տանե 400,000 մուծեի։ Իմ ձերի օպերացիա մեկ սաղ ընտանիքով այդ մենք Նիկոլ, այսինքն ոչ թե Նիկոլ լավ ղեկավար այլ լավ ծրագրեր ունի, այլ օպերացիայի փողը տվել է, քրեական օրենսգիրքն էլ ասում են տակաշարք է դա։ Բայց կներեք, այդ Նիկոլը չի տվել իր օպերացիայի փողը։ Ինքն կալում է որպես Այդ մեր հարկերից ձևավորված բյուջեից է, ես եմ տվել։ Այո, դուք եք տվել, բուժաշխատողների չստացած աշխատավարձն է, իրանք են տվել։ Գիտեք ինչ որ COVID-ի ժամանակ այնքան չեն աշխատել, ինչքան էս 6 ամիսը բուժաշխատողները։ Դրանք էլ ձեն չեն կարանեն, որ հանի գործից անայդ ինչ է առողջապահության նախ Ավանեսյան, տարեգրե 3-րդ համարցուցակի առաջիկին падգամավորն է, չէ՞։ Հայրենիքի մատուցած ծառայությունների համար շքանշան տվել։ Այո։ Ահա։ Էդ էլ ասում են էլ ստիպում է բուժաշխատողներին ասում է մի հատ թպրտագործից կանեն, ձերի դրել այդ մարդկանց աշխատում են, ձեն են ավակի։ Այսինքն, եթե էդի խոհընտրություն չի, էդի արդարություն չի, Սամվել Կարապետյանը ամբողջ ժամանակ փակել է խեղճ մարդ իր տոյատանն էր մարդ ընդունում, բա ինչ աներ։ Չէր կարում գնար։ Պարոն Ղազարյան, հիմա եկեք տեսնենք ինչ ստացվեց։ Ստացվեց, որ այսինքն անգամ մարդկանց քվեն ոտքի վրա մեր աչքերի առաջ ուղիղ եթերում գողացան ասեցին որ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատմությունը սա ես չգիտեմ էլի երևի նաև համաշխարհային պատմության մեջ պետք է սպիտակի վրա սևով գրվի թե ինչպես մարդը անցնում է խորհրդարան կուսակցությունը անցնում է խորհրդարան ու ասում են որ ի՞նչ կապ ունի որ անցել ես խորհրդարան հեսա մենք մի երկու ընտրատեղամասը կչեղարկենք ու դու չես անցնի խորհրդարան ու ասենք օրենքի տառից ելնելով ասում ես թե լավ ո՞նց կարա սենց բան լինի դու միջև վերջ էլի չես կարող հավատալ, որ կարելի է այսպիսի բան անել, բայց այս մարդիկ ասում են, «Դու ամեն չկարան կանենք»։ Այո։ Ուզում եք հիմա այդ ձեր ստացած տոկոսը, որ գրել ենք ձեզ։ Իջացնենք։ Հա, հիմա առավոտը կարող է Փաշինյանը արտանա, ասի 13 սարքեք իրանցը։ Կանեն։ Չէ, տենց է, չէ ստացվում, այսինքն այս կներեք արտահայտության համար այս բեսպրեդելը արդեն հասել է այս մակարդակի, պարոն Ղազարյան։ Ոչ թե ասում եք վաղը հնարավոր է Փաշինյանն ասի կանեմ, մենք տեսել ենք, չէ՞, ասենք օրինակ Գյումրիում ելույթ է ունենում, ասում է վաղը Ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական վարույթ նախ կոնկրետ անուն ազգանով ԲՀԿ
Հաջորդ օրը ազգային անվտանգության ծառայությունը դիմում է քննչական կոմիտեի, սա ինչ ասում է, սա ղլնում է։ Հա, միանգամից։ Ասենք ընդդիմադիր Դաշտի առանցքային գործիչներից մեկն է, չէ, ու կենտրոնական տրական հանձնաժողովը այս ամբողջ ընթացքում տեսեք քանի պատգամավոր տեխնացու են ձերբակալել, չէ։ Օրենքը ասում է պատգամավորի տեխնացուները անձեռնմխել են, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե այդ մի ժամանակահատվածում մի ամսում պիտի բոլոր տեխնացուներին պաշտպանի, որպեսզի նրանք քարոզարշավի մասնակցեն։ Դեպք չի եղել, որ դատախազությունը դա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասի թույլատրի, նա չթույլատրի։ Օրինակ, ենթադրենք Թևանյանի գործն է, չէ՞, կարաս ինչի համար ես մեղադրում։ Շպիոնություն ա արել ուրիշ երկրի համար, երբ ա արել։ 24 թվին, հիմա որ թիվն է։ 26։ Բայց 2 տարի ինչի չեք բռնում։ Հիմա ընտրությունների մնացել է 10 օր։ Այս որ 2 տարի սպասել եք, կլինի 10 օր է սպասեք, այդ մարդը հիմա պատգամավորի տեխնացու է, թող ինք իր քարոզարշավն իր ելույթներն անի, ընտրությունները կավարտվի, կբռնեք արդեն առանցիկ թույլտվության։ Կարա չի ասի։ Հələ դեպք չի եղել, որ ինքը պատգամավորի տեխնացուի պաշտպանի կենտրոնական Բայց ներողություն, Գագիկ Ծառուկյանին էլ չէին արել։ Եթե Թևանյան Անդրանիկի դեպքում գնացել դիմել ենք դատախազությունը, Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ չէին արել։ Մարդը գնացել էր օթանավական, ասել են չես կարող։ Ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ասում, բարձրաձայնի որոշում կայացնի, ինչ է կանում առանց իմ համաձայնության պատգամավորի տեխնացուի անարխիայի դարաշրջան։ Հելնում ասում է, ես վաղը միսօր ես կանեմ կոնկրետ, հասցեական։ Որ պահին է Ծառուկյանը երբ ասաց, որ պիտի ինչ-որ առույցի այդ հանդեպ կազմակերպի ինչ ան։ Դրանից հետո սկսվավ, չէ՞, միջև է Ծառուկյանի անուն երբ էր տալի, երբ էր չգերոհի դրան։ Մենք էինք, չէ՞, ուժեղ Հայաստանն էր թիրախում։ Հենց է առույցի թեման բացավ, այն է կպել է, այ մարդը ворջ չելի եկել, ինչ տարբերություն, այն է կպել է հատուկ, չգիտեմ ինչա ворցում չեմ։ Դրանից հետո սկսվավ այդ գերոհը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մինչև այդ ասենք թե Հայաստան դաշինքը քանի դեռ նախընտրական շրջանում սովորական քարոզարշավի տրամաբանության մի քիչ Քոչարյանը խոսույթը սրեց մի քիչ ավելի քարոզարշավը մտավ ակտիվ փուլի մեջ, արդեն հարցակման Հայաստան դաշինքի վրա։ Հիմա տեսեք, պարոն Ղազարյան, մենք 3 զազրելի տեսարանի ականատես եղանք կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Եվ վարչական դատարանը արդյունքում այդ երկու ընտրատեղամասերում վերահաշվարկի հաստատում էր տվել, որ պետք է վերահաշվարկ արվի այդտեղ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասաց ոչ մի վերահաշվարկ, ոչ մի բան, որտեղ կա կրկին մտավախություն, որ վիճարկելի այդ ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստանը, քանի որ շատ ձայներ էր հավաքել, կարող է նորից հետ գա եւ ոչ միայն հետ գա, այլ կարող է կրկնակի, այո, կրկնակի երրակի հետ գա։ Հավաքի, բա այս կուսակցությանը ուղղակի են որ ներողությունը որ ասում ասենց ուղղակի ուղիղ կերպով չթողեցին մտնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իմաստը որն է, որ ապահովի ընտրողների մեր բոլորի ընտրական իրավունքի իրացումը, չէ, Հայաստանի քաղաքական։ Հիմա կոնկրետ այդ տեղամասում ինչի էր բողոք եղել, չեղարկման խնդիրը, որովհետև զինվորականները ուշ ժամի ժամը 8-ից մտել էին տեղամաս, մինչև ժամը 11:30 քվեարկում, ինչը որ խախտում է։ Դրա մեղավորը ով է։ Դրա մեղավորը երկու հոգի է, Զորամասի հրամանատարը, որ պիտի մինչև ժամը 8-ը տաներ ուշատար է, եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, որտեղ օրենքում գրած ասում է 10, ճիշտ է, օրենքն ասում է տեղամասում գտնվողները պիտի անպայման քվեարկեն դուրս գան, դռները փակում են, նոր մարդ չի մտնում։ Այո, նոր մարդ չի։ Բայց միաժամանակ այդ նույն ընտրական օրենսգիրքում գրած է, որ տեղամասում 15 ընտրողից ավել իրավունք չունի գտնվի։ Դու ո՞նց ես 200 զինվոր թողե մտնի տեղը։ Պիտի 15 հոգու զինվորականի թողնես։ Դե դրա համար միջև կես գիշերն անց ընտրում էին։ Ահա, հիմա դա խախտում է։ Հիմա այդ խախտումը պիտի այդ հանրաժողովի նախագահին ու Զորամասի հրամանատարին պատասխանատվության են։ Բայց հենց այդ նույն տեղամասում առավոտը 8-ից մինչև երեկոյան 8-ը օրինավոր քվեարկած քաղաքացիների մեղքը ո՞րն է։ Ասենք այդ տեղամասում 1000-ից ավել ընտրող, նորմալ պասպորտը վերցել է, հասիրուն հագնվել է, գնացել է ընտրության, իր քաղաքացիական պարտքը կատարել է, չէ։ Հիմա դու վերցնում ես նրա քվեն, զրոյացնում ես։ Բայց չես ասում, ես ո՞նց եմ, այդ մարդը ինչ մեղ գործեց, որ ես իրա Զորամասի հրամանատարի կամ հանձնաժողովի նախագահի պատճառ խախտում ա եղել, չեղարկում ես նորից դիր կրկնակի քվեարկություն,
Դա բոլոր դեպքերում պիտի անի։ Իսկ եթե դա ազդում է ընտրությունների վերջնական արդյունքը, օրենքը դեռ իմպերատիվ ասում է պարտադիր պիտի կազմակերպվի նման դեպքեր։ Արդյունքում ազդեց։ Հիմա դա արդյունքում ազդեց, դատարանը արձանագրեց, որ ազդել է։ Դատարանն էլ ասում է, ես չեմ կարող ընտրության օր սահմանեմ վերակրվել։ Դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունն է։ Ես արձանագրում եմ փաստը, որ դա ազդելու է վերջնական արդյունքի վրա, կենտրոնական ընտրականը քո իրավասությունն է գնա սահմանի, նա չի սահմանում։ Բա չես սահմանում, բա Վահագ Հովակիմյան, ամբողջ կյանք եղել ես Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Նա էլ ասել է, ես ձեռս կկտրեմ մի ընտրողի քվեի վրա ձեռ չեմ բարձրացել։ Հիմա 1000-ից ավել ընտրողի քվեի վրա ձեռ եք բարձրացել։ Հիմա այն խեղճ մարդու ձեռերը, այսքի չեմ անում, կտրել են, չեն կտրել։ Այսօր ճիշտ ասած չեմ տեսել տեղում է, ձեռքերը տեղում է, չէ։ Դե որ չեն կտրել, արդեն էտել։ Դե լավ, դե ժամանակ էլ ասում էր կանգնեմ պատի տակ ինձ էս արեկել, դե հիմա դրա ասածը որ փոզը չէր մնացել։ Հիմա որ իր ասածին նայ։ Բայց ամեն դեպքում, բա Վահագ, լսել ես Էմար տենց ասել, դու էլ վերցնում ես այդ ձայները փոշի, բա չի ասի։ Կարող ինքն է ուզել որ մի ինքնավնասում տանա իր ինքն իրան։ Դե չեմ անում, արդեն դու եթե ասում են ներսում էլ չէ իրանք իրար հանդեպ մուրուն են, ատելություն կան։ Դե հիմա կոնկրետ ասենք այս պահին ասենք Նիկոլ Փաշինյանը պիտի դիմի օրթոպեդիկ ինչ-որ մի կենտրոնի, որովհետև ճիշտ է օրթոպեդիկն է, էլի թե չի ասենք ղասաբ, մասաբ, ասենք եթե գումի շուկա չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Օրթոպեդիկից թվում մենք պիտի դիմենք, պարոն Ղազարյան, այս ամեն ինչից հետո։ Հիմա արդյունքում ստացվեց, որ որքան էլ որ մենք գնում ենք, ընտրում ենք, մերժում ենք սրանց, բայց այս մարդն ասում է մերժեք, չմերժեք, ես պետք է մնամ։ Բռնապետություն է, հիմա հաստատվել է։ Հիմա մենք մի այսպես են որ ասում է հումորի ենք վերածում, փորձում ենք այս ամեն ինչի մեջ նաև հումորի հատիկ տեսնել, որպեսզի կարողանանք դիմանալ, իրական հումորը օգնում է դիմանալու եւ դիմադրելու համար։ Բայց սա զավեշտալի իրավիճակ է, պարոն Ղազարյան։ Տեսեք, այսօրվա դրությամբ օրենքին հղում տալ եւ ընդհանրապես օրենք պահել Հայաստանում այլևս հնարավոր չէ։ Եվ այդ օրենքը բացառապես միայն կիրառվում է անդիմադիր գործիչների եւ իրենց քվե չտվածների նկատմամբ։ Լավ, հիմա ըստ ձեզ մենք մեր երկրում որևէ պաշտպանվելու ձև ունենք, թե ոչ։ Եթե օրենքն էլ որևէ կերպ մեզ չի պաշտպանում, ինչ պիտի անենք, այսինքն։ Այո, օրենքները չեն գործում, իրավապահ մարմինները դարձել են ռեպրեսիոն գործիք, այսինքն, իրենք հանձնարարությունը տալիս է, այդ մենք կապ չունի։ Այն Ալենին Ղևոնդյան, ասեք մի հատ անշարժ գրառում, ընդ որում ոչ ես իմ հասցեական բան շատ անորոշ։ Սա համանadrական կարգի տապալումը բռնի կոչ է։ Ասենք համասանի դասախոս քաղաքագետ ոնց եւ տապալվեց, գոնե տապալվածը էր ասել տապալիմ Բռնին տարան ձերբակալություն հասկանում եք ձերբակալություն հիմա էլ վարչական հսկողություն են դե պիտի չխոսած դե պիտի չէ ինչ արեց մարսի ոչ մի բան էլ այսինքն Facebook-ում կարող է գրառում անես Փաշինյանի դու նույնը ես հիմա մեղադրյալի կարգավիճակ ունեմ չէ՞ ասում սա դե դատավորներին քնա իրան պիտի մենակյով ես այ եթե ասենք թե չես ասում մեռնեմ ես ձեր սաղի ջանին Այն մարդ գործ չունեք, մի անդրադարձեք այդ գործին։ Հա, չէ, ես ընդհանրապես եմ ասում։ Մենք սիրում ենք դա բոլորը։ Հեսա կդիմեն այնքան լավ կլինի շատ։ Հիմա Ղազարյան շատ եք սիրում սա անդամների, ես գիտեմ, հա։ Հիմա եթե դա չես ասում, դան դատեն։ Հիմա դա ասենք դարելա սովորական, հիմա ինչ անենք, ես հիմա ասում եմ, հայտնվել ենք ճշտամական տիրապետության տակ, պիտի գիտակցենք, որ տիրապետ։ Իսկ այդ տիրապետության տակ հայտնվելուց կա երկու ձև։ Մեկը հաշտվել իրողության հետ, հանձնվել ռեժիմին, ասել, այո, մենք ձեր սպասավորում ենք, այն ասած կնիկը, թո թուրքերը գա, մենք իրանցից կապրենք։ Այսինքն պիտի հաշտվես, որ իրանք պիտի գան, քո այդ ոնց ուզում են վարվեն։ Պարոն Ղազարյան, երեք մեկը եկել էր Հիկմետ Հաջիևը, երեք մի Վիկենդ չէր եկել, չէ։ Այո։ Չէ, խոչես մտածի Կիրակի օրեր, երեխեքի Բելեր Դիլիջան, հա։ Դրա համար չէր եկել։ Էնի շատ կոնկրետ առաջի պաշտոնյան արտասահման։ Այո, հիմա ուզում եմ անդրադառնամ, որ եկավ առաջին պաշտոնյան ընտրություններից հետո դրսից, դա Ադրբեջանի անվտանգության հարցերով։ Այո։ Նախագահի խորհրդականը անվտանգության հարցերով։ Այս հարցազրույցի ընթացքում ինքնուրույն ջուր խմեց, չէ։ Հիկմետ Հաջիևը առանց Ալիևին ասելու այդ ջուրը չի խմում։ Նրա կարգավիճակը տենց, այսինքն պարզ է, չէ, որ նա Ալիևի հանձնարարությամբ է եկել, որպես Հիմա ինչի էր եկել երեք Հաջիևը։ Պարզ է ինչ է եկել, ասենք ընտրությունները ավարտվել է, ադրբեջանական օրակարգ է, պաշտոնական հաղորդագրությունը որ նայում ես, տողատակերով գրած է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության օրակարգի ամրապնդման բան, իսկ խաղաղությունը որ Ալիևսկի չի շնորհավոր է Փաշինյանի, եթե նկատել եք։
Ես գիտեմ, որ չի շնորհավորել, բայց այնտեղից նաև պահանջ եղավ, որ Չէ, ինչի չի շնորհավորել, շատ պարզ է, որովհետև Ադրբեջանը Հայաստանին որպես պետություն չի ճանաչել։ Սրանք ասում են մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, սուտ։ Ասենք, եթե դու գլխարկիդ վրա գրել ես խաղաղություն, սրտիկ ես նկարել, այդ խոչել եմ խաղաղություն։ Որևէ պայմանագիր, որևէ թուղթ կարաս ցույց տաս, որ դու Ադրբեջանի հետ։ Իսկ հիմա կարող է Երեք Հաջիևը այդ թղթերը հետը բերել էր արդեն։ Դա հանձնարարություններ է բերել։ Ինքը օրինակ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, չէ, անկլավներ պիտի հանձնեն, ճիշտ է։ Հիմա այդ անկլավներից մեկը Տիգրանաշենն է, չէ։ Հիմա դա որ հանձնեց։ Հաջորդ օրը Ադրբեջանի սահմանապահ զորքերի կոմանդո հատուկ նշանակության մի հատ գումարտ է, կառնվազն մի 500 բերելու են դա տեղական երկու տեղից սահմանապահ, մի ժամ ալելու, Գորիս Կապանը ոնց փակի։ Միջարոց ասեմ, Կապան ճակատեն ճանապարհը փակվել է Կապանի քաղաքապետի ընտրության օրը, ընտրությունը ժամ 8-ին տեղամասերը փակվել է, ժամ 10-ին ճանապարհը փակվել։ Այո, ժամ 10-ին փակվել։ Հիմա այստեղ ընտրությունը ավարտվեց, հաջորդ օրը Հաջիևն եկավ։ Հիմա բերելու են, ասենք Տիգրանաշենը, որ զորքը տեղակային։ Անդե ասելու են 500 հոգի բնակչություն, չէ՞, պիտի բերեն այլ։ Կբերեն այդ բնակչությունը կտեղակայեն, մի ամիս կանցնի, այդ իրանց միջի թուրքերից մեկը կսպանի մի հատ կնգա երկու երեխայի հետ։ Կդնեն, կնկարեն, կլացեն, մի քանի օր չեն թաղի, ու կասեն, գիտես ինչ ա եղել։ Հայ էքստրեմիստներ են զոհված զինծառայողներից մեկի ծնողը Արարատից։ Դուք կանխատեսում եք արդեն, որ այդպիսի պատմություններ այո, եկել է ու ազգամիչյան բանը հրահրել սպանել այդ կնոջը իր երկու երեխաների հետ։ Սենց բանով ցույց կտան ու դրա համար ինչա պետք, որպեսզի ադրբեջանական զորքը մենակ Տիգրանաշենում չտեղակայվի։ Ընդհանուր անվտանգություն ապահովելու համար պիտի Հայաստանի տարբեր մասերում էս սիրուն զավթելու են այս երկիրը գնան։ Հաջիև ինչի համար էր եկել էր բան Արմեն Գրիգորյանի հետ Բոսնիային, հա Դիլիջանում։ Հիմա տեսեք, ընտրություններից անմիջապես հետո ադրբեջանցի բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, ես դրանց անունները չեմ էլ ուզում հիշատակեմ, արձագանքեցին, որ բայց sense շեղավ է, սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ն եթե չունի, բա սահմանադրական փոփոխություններ, անկախության հռչակագիր եւ այլ բաներ ոնց ենք հանելու սահմանադրությունից, այս մեր սրտով չի էս ամեն ինչ, այդ մեծամասնության պակասը կա ՔՊ-ի։ Փաշինյանը ինչ էր ասում, հիշում եք ընտրությունը։ Ասում է, եթե մենք սահմանադրական մենք ոչ միայն պիտի հաղթենք, հաղթանակը հա որոշված է այնպես։ Այլ մենք պիտի սահմանադրական մեծամասնություն ունենանք։ Եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք, սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այո։ Հիմա չունի։ Հունիսն է։ 2 ամիս մնա։ Պիտի լինի սեպտեմբերին պատերազմը։ Իսկ այդ պատերազմը ով արելու մեղավոր։ Հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդ գնացին խելքները տվին են ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքին, Թաթոյան, Մատոյան։ Բայց ինքն է հաղթել։ Ահա, ինչ կապ։ Ասма ես եմ հաղթել։ Միաձայն պիտի ընտրեք Սադամ Հուսեյնին։ 100%-ով։ Հա, բա, չեք արել, դե գնացի ու Էմյուս դեպքերը ոնց են ասում, չէ՞։ Պատերազմը պերինքս է օրինակ այս ընտրությունների ժամանակ եղել ասում, լավ, ասում ի՞նչն է, պատերազմի լավ որն է, մարտ 3 պատերազմը ինքը չի արել, ասում, բա, ինքն էլ է երկրի ղեկավար, իր պաշտոնավարման շրջանը 2.5 տարի հետո պատերազմը ել է։ Բա, նախկինները պերինքցին իր ջեբը, ասում այն մարտի 1 հոկտեմբերի 27 հանողն ասեմ, բա եթե մարտի 1 երել է հոկտեմբերի 27-ը, բա ինքը ես 8 տարվա ղեկավարը, մատ դրանց պատժել, մատ տնենք ոնց են պատժում, այդ հանցանքին չի արել, ախետել չի արել ոնց որ։ Դրանք ասման են հզոր են, բան դրա ասել լավ, չէ լավ արդեն, ձեր ասելուց ստացվում մեր վարչապետը անասուն է, չի կարելի դες բան ասել, այ մարդ։ Չեք ընտրում մի ընտրեք, անասու որն։ Այսինքն ինքը նստել է երկրի վարչապետ, մեկը բերում է գցում է ջեբը, մեկը ջեբից վերցում տանում է, մեկը ինքն է վարչապետ, դες վարչապետն է, որ երկրի ղեկավարում է, չէ՞։ Ինչ նպատակներ որ դնում է, լուծում է իր ղեկավարման շրջան, այսինքն ինքը երկրի ղեկավարը պատերազմը, բայց դրա հետ կապ չունի։ Հիմա ասում եմ ձեր գյուղում ասֆալտ ա եղել, չէ՞։ Այդ ով արի, նախկիններն են արել, բերեն գցել են ջեբը իր։ Ասում է չետիկն արի, ասեմ, բայց ո՞նց է լավ, ասֆալտն ինքն է արել։ Բայց իր պաշտոնավարման շրջանի պատերազմը նախկիններն են արել։ Հիմա կարա գնա այդ մարդկանց ասի դե գիտես ինչ են հայ ժողովրդի են 50%-ը որ Նիկոլին չի ընտրել, իրան իրականում ընտրական իրավունք ունեցողների 29%-ն է ընտրել։ Այո։ Հիմա այն 70%-ը որ չեն ընտրել, այլ դրանց մեղքով էլա վես պատը, թե չէ։ Հիմա չզարմանաք, որ թե չէ ինգետերն եմ եկել, խաղաղությունը դոշին գերած, ինչ տվին կերավ։ Պարոն Ղազարյան, հիմա ավելի կոնկրետ հարցերի անդրադառնանք։ Հիմա արդյունքում Բարգավաճ Հայաստանից խլեցին ձայները։
Չթողեցին այս մարդիկ են 50 ձայնի պակասորդով ընտրվել։ Ամշուտ ձայներ ունեին, ձեռքերից առան, գողացան, ձայնագող։ Այո։ Դուք ոչ միայն այդ 50-ը։ Հայրենիքի գող եք միշտ ասում, հիմա ավելացավ, օրը մի բան ավելանում է, ընդ որում ոչ թե միայն գողացան այդ 50 ձայնը, այլ նաև ԲՀԿ-ի օգտին տված են 60,000-ը։ Մարդիկ քվեարկել էին, որ այդ մարդիկ դա եկե հասել էին, պիտի անցնեին, չէ՞։ Նրանց ձայները գիտեք ինչ է դառը, ԿՊ-ի մանդատ, այսինքն մարդը գնացեց Ծառուկյանին ընտրել, մտածել է, որ ինքն դիմադիր գործիչ չի ընտրում։ ԿՊ-ի 3 հոգի հիմա դառնան падգամավոր ԲՀԿ-ի ձայներով։ Այո։ Հիմա պարոն Ղազարյան, հաջորդում է արդեն սահմանադրական դատարան դիմելու ընթացքը, process-ը։ Պարզ է չէ, որ մենք սահմանադրական դատարանից ակնկալիք չունենք։ Դե չեմ կարող։ Ճիշտ է, իհարկե դուք շատ եք սիրում սահմանադրական դատարան, թողեք ես ասեմ։ Սահմանադրական դատարան պետք է դիմել է արդեն ընդդիմությունը, դուք այդ մասով մի խոսեք, բայց կոնկրետ ես, որպես քաղաքացի եւ լրագրող Ռիփսիմե Առաքելյան, ես գիտեմ, որ սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չի լինելու։ Լավ, այս թեման կփակենք պարոն Ղազարյանի հետ ՍԴ-ին չեմ անդրադառնա։ Լավ, հետո ինչ ենք անում։ Այդ արեցինք պրծանք, ՍԴ-ն մերժեց։ Եթե ՍԴ-ն երկու որոշում է կայացնում ընդհանրապես, էլի, կենտրոնական դրական հանձնաժողովի որոշում թողնել անփոփոխ, եւ չեղարկել այդ որոշումը, ինչը ենթադրում է արտահերթ վերաքվեարկություն, այսինքն քաղաքական ուժերը մնում են նույնը, նույն կազմով գնում են 14 օրից նորից քվեարկության։ Այսինքն արտահերթ ընտրություններ է լինում, թե տվյալ ընտրատեղամասերում, Հիմա նոր ընտրություն պետք է լինի։ Հիմա եթե թողեց անփոփոխ ոնց որ կարծում էր լրագրող Ռիփսիմե Առաքելյանն ասում դրա մասին, այո։ Ուրեմն այդ դեպքում կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումը մտնում է ուժի մեջ եւ նրանք անցնում են մանդատներ բաշխելու գործընթացը։ Կենտրոնական դրական հանձնաժողովը իրավունք ունի մանդատներ բաշխելու որոշում կայացնի միայն այն քաղաքական ուժերին, ովքեր որ շեմը հաղթարեն, այսինքն Տվյալ դեպքում իրենց գիրակի օրվա որոշման բերեկվա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուժեղ Հայաստան դաշինքի եւ Հայաստան դա այլ որևէ քաղաքական գործ չի, այսինքն եթե մենք մեր մանդատներից նույնիսկ հրաժարվենք, ինքը չի հասնում ԲՀԿ-ին, եթե ԲՀԿ-ն բան չկա։ Հիմա պիտի հասնի, հիմա այդ մանդատների բաշխման ժամանակը տեխնացուները գնան ասեն, իրենք մանդատը վերցնում են, թե դու մենք գրում հրաժարվում են այդ մանդատը։ Երկու տարբերակներ հնարավոր է։ Հնարավոր է, եթե մենք ենթադրենք երկու տարի մեծ տարբերակները քննարկենք, հրաժարվենք մեր բոլորս ամբողջ ցուցակը մեր ուժեղ Հայաստանի եւ նույնը անի Հայաստան խմբակցությունը, դաշինքը, ապա իրանք մանդատներ կստանան միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Իրանք իրենց 67 հոգ, 65-ը, 64-ը Իրանք իրաց մանդատները կստանան, մենակ գիտան կնստեն խորհրդանում, ու դա կհամարվի օրինական։ Օրինակ, եթե դա հանգեցներ այնպիսի ճգնաժամի, իրավական ճգնաժամի, որը բերեր արտահերթ ընտրությունների, միանշանակ մենք գնալու ենք այդ քննարկելու հարց չկար։ Բայց հիմա իրավագետ սահմանադրագետներն ասում են, որ այդպես բան չի լինելու։ Իսկ իրանք խորհրդանում կմնան մենակ, ոնց որ հիմա իդեպ Վրաստանում իշխող կուսակցությունը մենակ է մնացել։ Հիմա պիտի երբ որ գա հասնի այս ժամանակը կնստենք քննարկենք, մտածենք, ասենք դրանց ընդ մենակ թողնելն է ճիշտ, որ մենք գնացինք, ասեմ ձեզ, այնպես լայն սպասելիքներն պիտի չունենանք, այսինքն մեկը մենք մեծամասնություն չունենք, ազգային ժողովում բոլոր որոշումները պիտի առնվազն 50% կողմը լինի։ Եթե մենք հիմա 40% ենք եւ մեր կուսակցությունը Հայաստան դաշինքի ընդդիմադիր ուժերը, միևնույնն է մենք որևէ որոշման կայացման վրա ազդեցություն չենք ունենալու։ Այո։ Դա ասենք չենք կարող էլի մենք ժողովրդին ինչ-որ հեքիաթներ պատմենք, բայց ընդ գտնվելու օգուտը ոնց ասած ինչ կարող լինի, որ կարող է լինի ինչ-որ սահմանադրական իրավիճակներ, որ եթե դու այնտեղ չես, չես կարող որոշում կայացնել։ Ասենք օրինակ ինչ-որ մի հանգամանքների բերումով ինքը այնուամենայնիվ ճնշումներ ա եղել, հրաժարական ա տվել։ Վարչապետի հրաժարականից հետո վարչապետի տեխնացու կարան առաջադրեն ազգային ժողովի խմբակցությունները։ Եթե այնտեղ ուրիշ խմբակցություն չկա բացի ԿՊ-ից, նշանակում է վարչապետի տեխնացու առաջադրող էլ չկա։ Կամ ենթադրենք մի տարի հետո ազգային ժողովը իրավունք ունի անվստահության գործընթացի մեկնարկ տա։ Հիմա արդյունավետություն կունենա չունենա դա ուրիշ բան է։ Բայց եթե դու ընդեր չես մոռացի որ կարաս դες բան անես, չէ՞։ Եթե ընդեր ես կարաս քննարկես, անես, չանես, անելուց ինչ կլինի։ Հիմա մանդատ չվերցնելը դրա դրական կողմերն է, որ շատերը մեր ովքեր այդ տեսակետը պաշտպանում են, ինչ են ասում են, ապա լեգիտիմացնում եք ընտրությունները, բայց իրավագետներն ասում են, ոչ էլ ապա լեգիտիմացնում ես, այսինքն ինքը համարում է, որ ինքը ընտրվել է, գնացել է։ Տեսեք, այստեղ ինձ թվում է, պարոն Ղազարյան, ավելի բարոյական կողմ կա, քան թե իրավական կողմ։
ընդդիմությանը ձայն տված համայնքը, որոնք զգալի են 5.5 միլիոնից ավել մարդ մոտ, ասում ենք դες չենք դրել որ եք դեպուտատ, մենք դրել ենք որ դուք Նիկոլ Հերասնիկ, այո, դուք ասացիք արդեն։ Իրենք ասում են, որ հիմա մենք դուք գնում եք այդ մանդատները վերցնեք, չանեք այս դեպքում, եթե որևէ ազդեցություն որևէ բանի վրա արդյունքում չունեք, եւ ասում ենք որ այս ընտրությունները լեգիտիմ չէ, այդ ասում է, չէ՞։ Բայց լեգիտիմ չի իրաց քվեները, ասենք մեր քվեներն են խոր լեգիտիմ է։ Հիմա եթե լեգիտիմ է, բայց ասում են եթե դուք գնում եք իրենց այդ խորհրդարանում նստում եք, ուրեմն դուք իրենց ճանաչում եք արդեն, ընդունում եք իրենց։ Չէ, այդտենց չի։ Նախ խորհրդանի падգամավորի կարգավիճակը չի ենթադրում այլ падգամավորի գոյություն։ Ամեն падգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ամբողջ ժողովրդին, նույնիսկ իրեն չընտրած մարդուն։ Սահմանադրության մեջ տենց է գրած։ Եվ ամեն падգամավորի պաշտոնը ինքնավար պաշտոն է, եւ ամեն падգամավոր իր սեփական խղճով հիմա ասենք թե ի՞նչ կապ ունի դե ալխաս կա, մալխաս կա, լալենկա կա, չկա, այսօր կա, վաղը չկա, հիվանդա, լավա, ինչ պետք է, չէ՞, այսինքն եթե ընդդիմության օգտին քվեներն դրանք այն ամենածանր զրկանքներով վաստակած քվեներ են, չէ՞։ Հիմա եթե դու դրանից հրաժարվում ես, նշանակում է տանում ես ամեն ինչ այդ մարդկանց այդ տառապանքը, չարչարանքը, այսքան տարիների պայքարը գցում ես ջուրը։ Այսինքն դու պայքարում ես, որ Նիկոլ հրաժարական տա, դու ես հրաժարական տալի։ Էդ էլ պիտի հասկանաս, էլի, ինչքանով է ճիշտ։ Թե միգուցե դա պետքա պայքարը շարունակելու համար։ Պիտի նորից եմ ասում, այդ հարցը որ եկավ ժամանակը, պետքա ծանր թեթևաներ բոլոր գործոնները, ոչ թե հիմա մարդկանց մոտ այդ ընտրությունների հետևանքներով պայմանավորված ընդհանուր ապատիկ վիճակ է, չէ՞, հատկապես նրանք ովքեր հույսեր ունեն, այդ հույսերն էլ սին չէին, էլի նոր այդ մասին խոսեցի, մարդիկ տենում են, որ այդ հնարավորությունը կա։ Հիմա որ հերթական անգամ բռնաճնշումներով այդ հանցանքը տեղի ունեցել, գողացել է մարդկանց քվե։ Մարդկանց մոտ հիասթափություն է, ասում է հիասթափությունը, ասում է դե ընդհանրապես ոչ մի բան չէ։ Հիմա ոչ մի բան չանես, բա ոնց պայքար ես, հա, ոչ մի բան չանենք, ասենք օրինակ շատ ժամանակ եթե ովքեր որ անձնապես են ճանաչում, անձնապես են դիմում անձնավորում, չէ, ասենք ասում են դե իմ ոնց որ ասած դիրքը ցուցակում ունեցա, որ եթե որոշվի մանդատ վերցնել, պիտի ես դուք անցողիկ տեղում եք, այո։ Հիմա ասում կարամ նաև չվերսեք, ես հիմա падգամավոր եմ։ Չէ, իմ դե կարամ հետո չլեմ, էլի։ Պատգամավոր չլնելու քանի տարի է պայքարի առաջնագծում եք։ Այսինքն ես հիմա որ մինչև հիմա այս 6 տարի պայքար, ես 21 թվականից չէի առաջադրվել իմ ջալոց ասեմ, 21 թվականի ընտրություններին, ես հիմա եմ առաջադրվել, ես էլ բոլորի հետ միասին հույս եմ ունեցել, որ Սամվել Կարապետյանի կերպարը, կարգավիճակը լրիվ ուրիշ է հաջողության հասնել, ու եղել է այդ հաջողությունը։ Այդ որ կուսակցությունն է 4 ամիս առաջ ստեղծում այդ խորհրդանում, այդքան ձայն զբաղեցնում, այսքան դիրք ունենում, էդի բացառիկ ձեռքբերում է, չէ՞ նաև։ Հիմա մենք եկել ենք այդ հիմա կարամ նաև հրաժարվել, ինչ դրա մեջ ինչ կա, բայց հասկանանք հետագա պայքարի իմաստով։ Ես հետո մի ազգային ժողովի ընդունարանում մենակով, որ ԿՊ-ական падգամավորների հետ հանդիպեմ, դրանց խնդիրները բարձրաձայնեմ, գալիս էր նա այդ աղջիկար։ Գալիս էր ասում էր, «Էս ինչ է, Սարգիս Խանդանյանը ձեզ չի ընդունում»։ Թող գնա։ Թող գնա։ Հիմա մտածում եք, որ ամեն դեպքում падգամավորի մանդատով ներսում լինեք, ձեզ այդպես չեն կարող պատասխանել։ Դե չի կարա падգամավորին ասեն շենքից դուրս արի։ Հա։ Հիմա պիտի հասկանանք մեր հետագա պայքարի տեսանկյունից այդ կարգավիճակը, էլի կարա մնան պատերի տակ ազգային ժողովի։ Ես կարծում եմ սա դեռևս երկու դաշինքում նաև Սամվել Կարապետյանի հետ քննարկման առարկա է։ Դե ոչ միայն դա, ասենք նաև մյուս քաղաքական, օրինակ ասենք ես լսել եմ շատ սահմանադրագետներ կան, ասենք այն մարդիկ ովքեր սառն են, դատում էլ այդ էմոցիոնալ վիճակի, ասում են ոչ մի պարագայում հանկարծ չհրաժարվում։ Մեր ընտրողներից էլ։ Մարդիկ կան ասում են մենք ձեզ ընտրել ենք, մի գնացեք, մարդիկ ասում են ես ձեզ ընտրել եմ, հանկարծ չլի հետ քաշվեք, հազիվ այդ շանսը ունենք հնարավոր, այսինքն տարբեր են տեսակետները, նենց էլ չի էլի որ ամբողջ Դե պետք է հիմա այն որ ասում է այսպես կշռել, տեսնել թե առավելություններն ու կորուստները որն է եւ վերջնական որոշում կայացնել, որը դանել շատ սառը համանadrական դատարանի որոշումից հետո, ուրիշ ժամանակ դրանց չենք էլ հիմա դրան նույնիսկ չի էլ քննարկում, դրան չենք էլ անդրադառնում, դա ժամանակավոր է։ Հնդածս արդեն այս գործողություններից ես ուզում եի Պարոն Ղազարյան, խոսել նաև այս իրավական բեսպրեդելի մասին, իհարկե մեզ համար նորություն չի, արդեն տարիներ շարունակ այս ամենի ականատեսն ենք, ուղղակի քանի գնում այս ամեն ինչը սաստկանում է, ուժ գնանում է, արդեն որևէ կերպ ես հաղորդման սկզբում էլ այդ հարցը ուղեցի, որևէ կերպ մենք մեզ պաշտպանելու միջոց եւ ձև չունենք։ Մնում է արդյունքում միայն հանրային խոսքը
Այդ հանրային խոսքներ պետք է այնպես ձևակերպես, որ դրա համար չկան հետևից տանեն։ Մենք որևէ ձև ոչ մի բանից բռնվելու տեղ չունենք։ Ինչու այս հարցը անպայման ուզում եմ քննարկենք ձեզ հետ, որտեվ երեք էլ ականատես եղանք, որ երկրորդ նախագահը նախապես հայտարարել էր, որ երկրից պիտի մեկնի, թույլ չէին տվել, նույնը եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, թույլ չէին տվել, բայց այո, Նարեկ Կարապետյանը թույլ չեն տվել, այսինքն մարդը ուզում է զանգում, տեսեք, զանգում ասում է բանը, դրան Հայաստանից չթողեք դուրս գա, այսպես է լինում, 100%, ասում են, եղավ Շևչյան, դա գալ է, ասենք Մուրադ Փափազյանին, չթողնեք գա։ Հա, չթողնեք գա, կամ ասենք մարդիկ ինչ որ տեղերից եկել են Հայաստան, ասում է, դրանց բռնեք տարեք 20 օրյա բան, ռազմական վարժանք։ Ճշտեկում են ընտրում նոր։ Նես չէ որ բոլոր Ռուսաստանից եկածն են։ Հա, ճշտեկում են։ Հա, ճշտեկում են։ Քպընտրազդենի խոչին տան։ Դուք հասկանում եք եւ այս ամեն ինչին գումարվեց, որ նաեւ վիդեո տեսագրությունները այդ տեսախցիկներից, որ մենք անցնում ենք, հա, երկրի ելքը, որ պիտի ունենանք, անցնում ենք այդ բաներով, անցակետերով, նկարել են տարածում են, այսինքն սա էլ ԱԱԾ-ի գործառույթ է կոնկրետ, որ նկարել են տարածում։ Պարոն Ղազարյան, այս ամեն ինչի դեմ ոնց կարելի է պայքարել։ Ախր սենց ոնց կլինի։ Ու դա ասենք ոնց է հնարավոր այդ ամբողջ այդ միջազգային համայնքը, հանրույթը, որ ժողովրդավարության մասին բառաչում են առավոտից իրիկուն, բալավ, բա մեկը չի արձանագրում այս ստորությունները, այս բեսպրեդելը, այս ինքնագործունեությունը, սենց ոնց կլինի։ Հիշում եք բանը Մավել Երիկոյանի բանտում, որ մի հատ բանտապահներից մեկը նկարել է։ Այո, լուսանկար էին արել, հիշում եք։ Հետո Արթուր Վանեցյանը ազատել էր այդ ծառայության աշխատանքը։ Որտեւ ասենք, եթե դու ծառայության բերումով ինչ-որ բան ես տեսնում, չէ՞, կամ եթե ասենք թե ծառայության բերումով տարածքը տեսահասկվում է։ Դա միայն ծառայողական նշանակության բան է, ասենք, դու ինչ իրավունք ունես դա հրապարակես, մարդու անձնական տվյալը, չէ՞։ Կամ ասենք թե հրապարակածը ինչ է, էլի մարդը անձնագրային հսկողություն անցնում, գնացել է ոչ անշնորհքություն անում, ոչ կռիվ անում, ոչ, չգիտեմ, վատ տեսքի է, ոչ գլխարկ ծուռա, այսինքն ոչ մի բան չկա, մարդը սովորական ներկայացել է սահմանապահ ծառայությանը անձնագրով, ես միշտ տեսանում թե չէ, բայց դրա իմաստը դու բանը ոնց որ ասենք հիմա այդ ամբողջ քաղաքը տեսահասկում է, չէ՞, այդ կամերաներով։ Մեկը նկարացան Ղազարյան Էդգարը կինո հայրենիքի խաշմերուկից իր ավտոյով անցավ։ Հա, վերջացավ։ Ու տան հայկական ժամ ավտո ինքն էր եղել։ Ռեմենն է գցած։ Հա, դարակասմիկ հանցագործություն։ Հիմա նույնը Քոչերը գնացել է սահմանով ու այդ կամերան պարզա չէ որ բացի ազգային անվտանգության ծառայությունից ընդ ուրիշ։ Հա, դա դիմացի կամերան է անմիջապես, դրանց են կոմ։ Հիմա ասենք թե բայց ի ծառայող ԱԱՑ-ի տնօրենը պիտի հրաժարական տա դրա համար, սահմանապահ զորքերի հրամանատարը պիտի հրաժարական տա դրա։ Բայց մինչև այդ ասում եք ռուսները հսկեն մեր սահման, ռուսներն անցած տարի օգոստոսյան մենք ինքներս մեր սահմանը, այսինքն ձեր սահմանը հսկելն է նա, որ սահմանով անցնող մարդուն նկարեք, նկարտակ հայկական ժամանակ հրապարակի։ Նույն ձևին կառավարության շենքի կամերաներով, չէ, Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյան, դու ինչ գիտես կառավարության, դու դրա IP-ն քեզ որտեղից, կառավարության շենքի ներսում տարածքի, ով մտավ, ով դուրս եկավ, հանես վիդեո գցես, ազգային ժողովում են դեպքեր եղել, չէ՞, միջադեպեր ել պատգամավոր հետ կա։ Հանել սաղ վիդեոները, դուք կարաք այդ այո տեսագրությունները դրա վրա, որտեղ նախաքննական մարմնին, չէ՞, նախաքննության Այսինքն մենք որևէ կերպ պաշտպանված չենք, մենք եկանք այդ արդյունքին ու յուրաքանչյուր պահի կարող է ամեն ինչ տեղի ունենալ եւ մենք տեղ չունենք դիմելու անգամ, այդպես չի։ Այո, դու պիտի ով որ պիտի դիմես ինքն է հանցան գործում։ Հիմա ասենք թե նույն էս բանը, չէ, այսքան էս մթոմ գախնալսումներ, հեռախոսային խոսակցություններ։ Ցանկացած հիմա ես օրինակ եղել է, ես որ գնում եմ խանութից առևտուր եմ անում, այդ կասիրեն ասում եմ, ես փող մի վերցու, աղջի ջան։ Ասում են, չի ասեմ, բայց ուժեղ Հայաստանից է, մենք փող ենք տալի, ասում են ընտրակաշարք։ Բա խանութ առևտուրանը, բա կամերայով նկարին, ասում բա 5000 տվեց։ Այդ չեն ցույց տա, չէ, որ խանութում էիք դուք։ Բա թեկուզ խանութում։ Չէ, կասեմ փողը տվեց։ Չէ, բա նշանը խփել էր։ Հա։ Նշանը խփել էր, առևտրի փողը տվեց։ Հիմա տեսեք, պարոն Ղազարյան, ձեր ուժին հանել եք կաշառք բաժանող, ձեր ուժին հանել եք կաշառք բաժանող։ 177 գործ կա ձեր վրա, ընտրակաշառք եք բաժանել։ Հա, բայց 177 գործով հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար դառավ արտադրության գեներալ։ Մայիսի 28-ին։ Այդ վիճակագրությունը դրա համար է։ Մի հատ ապացուցված դեպք կա,
Չկա, չէ։ Չկա։ Ծառուկյանին չեք հիշում 20 թվին ընտրակաշարքի գործ գնացին վազերը։ Արդարացվեց։ Դրանց տան վազերը նկարին, ավտոները, առուձները, ասեք եթե ընտրակաշարքել, առուձը ոչ տվել է, ոչ առել է։ Առուձին չեք նկարում, չէ՞։ Նկարին, որ դրանց տուն առուձ կա, վազերը մեծ են, բան, զանավեսկաները, սա նկարին եկավ արդարացվավ։ Այդ գործով արդարացվել է Ծառուկյանը, այո։ Արդյունքում ընտրակաշարքի մասով որևէ նորություն չկա, ապացույցներ կան։ Ընտրակաշարքի իշխանություններն է բաժանում։ Հա, բայց բազում համակիրների են, չէ՞, ձերբակալել ձեր մոտից։ Ես ձայնագրություններ եք արել, չէ՞։ Արման Թաթոյանը մարդը ելավ հրապարակեց, ասաց քոլեջի տնօրենը, ինքը խոստովանեց, ասաց աշտարակում հանդիպման ժամանակ լրագրողները գնում նկարում են, ուսուցիչը գլխին կանգնած, աշակերտները մի տղա մի աղջիկ դրոշները պահած, ԿՊ-ի պարզը չի 10 ժամի հանը տարել են, չէ՞։ Ասում է դպրոցի տնօրենները հրաժարականին դիմում են գրել, բայց իրենց պաշտոնից հեռացնելու հիմքեր չկան։ Պարոն Ղազարյան, իսկ դիմել եք ԵՄ-ին օրինակ։ ԵՄ-ը շնորհավորել է, ԵՄ-ն մեզ ասում է հաշտվեք ես, ասում է կոչ ենք անում։ Դե սովորաբար օրինակ նաև նորաձևել է, չէ՞, ԵՄ-ին նամակ գրել է։ Գիտենք, որ այդտեղի պատասխանները ինչ պիտի լինի, բայց օրինակ ԵՄ-ին դիմել եք, ցույց տվել եք այդ փաստերը, ԵԱԿ-ԺՄԻԳ։ Բայց ասեց ԵԱԿ-ԺՄԻԳ մի երկու բան։ Լրագրողը հարցնում է, կարա՞ք ասեք, որ այս երկրում ընտրությունն եղել է ազատ եւ արդար։ Չէ, նույնպես բաներ ասել, ոնց ասի, ինձ հստակ արձանագրում եմ, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավական ճնշումներ, անհավասար պայմաններ, վարչական ռեսուրսի, ինչ հավասար։ ԵԱԿ-ԺՄԻԳ չի ասում, որ այս երկրում ընտրությունն եղել է արդար, հավասար, արդար։ Բայց եվրոպական երկրները շնորհավորում են, մեզ էլ ասում են հաշտվեք այս ընտրությունների արդյունքների հետ։ Հա։ Իզուր բողոքարկել եք բան ՍԴ ես եմ ասում։ Չէ, կենտրոնական հանձնաժողով, այն գյոզալի պես մարտել Վահագն Ալեքսանյան, որ կարար էթար մի քիչ հանգստանալ, ստիպված քշերը մինչև ժամը 10 մնացել է աշխատանքի։ Բա գյոզալի պես մենակ մարտել։ վնաս եք տալի բոլորին, պարոն Ղազարյան, ոչ մի լավություն։ Այդ նորը է կրթվել։ 21 թվին ավարտեց Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հերրակա բակալավրիատը։ Թարմ գիտելիքներով նա 48 տարեկան։ Ավարտել է ու մի անգամից ընտրություն ա կազմակերպել։ Դրա համար sense ֆանտաստիկ ընտրություններ են կազմում։ Շատ ուժեղ կադր է։ Իրանից էլ ասենք, որ դուք որ իշխանության գաք Վագն Հովակիմյանին անպայման բարձր պաշտոն կտակ անպայման։ Տեքստերը որ կարդում ես զգում ես էլ ասում ես գրագետ մարդ է, էլի հայերենի Այբուբենի միջայլոց հիմնական տառերը գիտի։ Հա։ Կարող է սա բոլորը չէ։ Իմիջայլոց հիմնական այն առավել շատ գործածվողները գիտի։ Իմիջայլոց ըստ տեղեկությունների իմ գործընկերները, որ հայկական ժամանակում աշխատում են, չգիտեմ, այդպիսի պատմություններ էին պատմում։ Մի պատմեք։ Գիտեմ ինչ եք պատմում։ Չէ, մի պատմեք։ Չասեմ, լավ։ Հազարը չի թողում պատմել։ Ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնական։ Ինքը իրան ընտրել է կենտրոնական դրական հանձնաժողովի նախագիծ, չէ՞ որ падգամավոր է։ Ինքն իրեն քվեարկել է, հա։ Ու այդ մի ձայնը դառել է որոշիչ։ Եթե ինքը որպես շահերի բախումով ասել ինձ վերաբերող քվեարկություն է, ես չեմ մասնակցում քվեարկությանը, չէր ընտրվի, որովհետև այդ մի ձայնն է նպաստել, որ ինքը դառնա կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես հուսով եմ, որ ձեր լավատեսությունը վարակիչ կլինի եւ մեր process-ները երկրում կարող են դեպի դրական հունով ընթանալ։ Ասում է, չէ, որ գործը միշտ լավ անանում։ Եթե լավին դեռ չենք հասել, ուրեմն էլ չենք հասել։ Բայց մենք շարժում ենք այդ։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու հանրային գործիչ, ակտիվ իմ լավ գործընկեր Էդգար Ղազարյանը, կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։